Պոկրովսկում շարունակվող թեժ մարտերի ֆոնին Զելենսկին այցելել է լարված ռազմաճակատում կռվող իր զինվորներին։ Ուկրաինայի նախագահը Պոկրովսկից 20 կիլոմետր հյուսիս հրամանատարական կետից լուսանկարներ է հրապարակել։ Ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական քաղաքում մարտերի մասին իրարամերժ հայտարարություններ են տարածում Ռուսաստանն ու Ուկրաինան։ Կիևը պնդում է, որ 170,000 ռուս զինվորներ են կուտակվել քաղաքի ծայրամասում, և ուկրաինական զորքը մեծացնելով ճնշումը ստիպում է նրանց նահանջել։ Պոկրովսկում աշխատող ռուս ռազմական թղթակիցների խոսքով քաղաքի 90%-ն արդեն Մոսկվայի վերահսկողության տակ է։ Գիշերը լարված իրավիճակ է եղել նաև երկու երկրների օդային տարածքներում։ Ուկրաինական կողմը հազանգում է, որ դաշնության դրոնային հարձակումից ամենաշատը տուժել է Օդեսայի շրջանը։ Նահանգապետը վստահեցնում է, փրկարարները մարել են հարվածներից սկսված հրդեհները, զոհեր չկան։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնում է, որ դաշնության հարվածներից հետո իրենց 50 ԱԹՍ-ներով գրոհել են Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Լուկոյլ նավթամշակման գործարանի վրա։ Գործարանն ի դեպ մատակարարում է ռուսական բենզինի մոտ 30%-ը։ Իսկ Կրեմլում մեծ շուքով են նշել ազգային միասնության օրը։ Հանդիսավոր արարողության ժամանակ Պուտինը պարգևատրել է բուրևեստնիկ հրթիռը և Պոսեյդոն ստորջրյա սարքը մշակողներին։ Կրեմլում մեծարում ենք այն մարդկանց, ովքեր արժանի ծառայություն են մատուցել հայրենիքին, նշանակալի ներդրում են ունեցել նրա անվտանգության ապահովման, գիտական, արդյունաբերական ներուժի և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման գործում։ Բուրևեստնիկ անսահմանափակ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռը և Պոսեյդոն անօդաչու ստորջրյա սարքը մշակողները պարգևատրվել են պետական պարգևներով։ Առանց չափազանցության ձեր արդյունքը պատմական նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ Առաջիկա տասնամյակների և կարելի է վստահորեն ասել ամբողջ 21-րդ դարի անվտանգության և ռազմավարական հավասարության ապահովման համար։ Պուտինն ընդգծել է, որ թռիչքի հեռավորությամբ միջուկային շարժիչով բուրևեստնիկը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր հրթիռային համակարգերը, իսկ Պոսեյդոն ստորջրյա միջուկային սարքի նմանը չկա, ինչպես նաև չկա այն որսալու որևէ միջոց։ Դաշնության առաջնորդը հաստատել է, որ օրեշնիկ հրթիռի զանգվածային արտադրությունը շարունակվում է։ Դրանք առաջին անգամ օգտագործվել են անցյալ տարի ուկրաինական ճակատում։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։